Խաչվերացից 2 շաբաթ անց հայ առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Այս տոնը քրիստոնյա եկեղեցիներից հատուկ է միայն հայ առաքելական եկեղեցում։ Տերունական նշանին նվիրված տոնին հավատացյալները պատրաստվում են 1 շաբաթյա պահեցողությամբ։ Ըստ ավանդության Գայանյանց կույսերը Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից խուսափելով ապաստանել են Վարագա լեռան վրա եւ Տիրոջ խաչափայտի մի մասունք ամփոփել են այնտեղ։ Հետագայում 653 թվականին Վարագա լեռան վրա Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթքով եւ ծոմապահությամբ խնդրել են Տիրոջը ցույց տալ մասունքի տեղը։ 12 լուսեղեն սյուներ են երևացել լեռան շուրջը, իսկ նրանց միջև լուսավոր խաչի նշանը։ Լուսեղեն սյուները 12 օր երևացել են Վարագա լեռան գագաթին։ Դրանք հեռավոր վայրերից եւս տեսանելի են եղել։ Ներսես 3-րդ տայեցի կաթողիկոս Նիհիշատակ Վարագա Սուրբ Խաչի երևման հրաշքի տոն է սահմանել եւ 12 լուսեսյուների երևման վայրում սուրբ նշան եկեղեցին է կառուցել։ Տերունի նշանը պահվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ գործածվում է Սրբալույս Մյուրոնի օրհնության ժամանակ։ 2003 թվականից Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ամեն տարի Վարագա Սուրբ Խաչի տոնին դուրս է բերվում Սրբազան պահոցից եւ բերվում է Վարագավանք։ Այդ օրը նոր Վարագավանքում հարյուրավոր ուխտավորների աղոթք է հնչում։ Այս տարի եւս Վարագա Սուրբ Խաչի տոնին ուխտավորաբար խաչերթով նոր Վարագավանք այցելեցին հարյուրավոր ուխտավորներ միասին աղոթելու եւ հոգեպես նորոգվելու։ Հայաստանի տարբեր մարզերից եւ արտերկրից ժամանած հավատավորները ավանդական խաչերթով բարձրացան նոր Վարագավանք։ Տոնի եկեղեցական արարողություններն ավարտվում են անդաստանի կարգով։ Սուրբ պատարագից հետո անդաստանի կարգ կատարվեց։ Խաչափայտով օրհնվեցին Տավուշ աշխարհի 4 կողմերը, այգիներն ու դաշտերը, գյուղերն ու շեները, հանուն բարեբերության, հարատևության եւ խաղաղության։ Խաչի այս տոնի խորհրդից ներս շատ կարեւոր է, երբ որ մենք իրական գիտակցենք խաչի կրելու մեր ուխտը եւ այս խաչի շուրջը, այս սրբության շուրջը, որ պիտի համախմբվենք եւ ամբողջական միասնական նոր հաղթանակներ ձեռք բերենք։ Վարագա Սուրբ Խաչի պատգամն է հավատարիմ լինել այդ խաչի զորությանը եւ ամեն ինչ անել, որպեսզի խաչը մեզ համար ոչ թե դառնա եւ վերածվի պարզ մի զարդի, այլ այն դառնա եւ մենք հիշենք այն մեծ զոհողությունը, որ Քրիստոս իրականացրեց խաչի վրա բոլորիս փրկության համար, որովհետեւ խաչը մեզ համար մարդու հանդեպ Աստծո անսահման սիրո հաղթանակի նշանն է։ Տոնական օրն այստեղ վերածվում է նաև մշակութային փառատոնի։ Տավուշ հայրենակցական միության նախաձեռնությամբ վանական համալիրին հարող տարածքում հնչեցին ազգային երգն ու երաժշտությունը, հանդես եկան հորովել համույթը եւ Բերդի մշակութային խմբերը։ Նոր Վարագավանք վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Հասանի ջուր գետակի ձորում Վարագավան գյուղի մոտակայքում։ Տեղակայված է բարձր ժայռի վրա եւ շրջապատված է անտառածածկ լեռներով։ Արձանագրությունների համաձայն վանական համալիրը 12-րդ դարում կառուցել են կյուրիկյան իշխանները։